Ինչու հունվարի 1-ից ուժի մեջ մտած եկամտային հարկի մասին օրենքում կատարված փոփոխությունները տարընթերցումների տեղիք են տվել եւ ինչու օրենքը մշակողները հասարակությանը մատչելի կերպով այն չեն ներկայացրել։ Գործադիրի այսօրվա նիստը սկսվեց նման հարցադրումով։ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե կառավարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որ պրոցեսը բավականին բարդ է, մեխանիզմները ոչ այդքան մատչելի, ինչն էլ իր հերթին դժվարություններ է առաջացնում օրենքից օգտվողների համար։ Հանձնարարում են ֆինանսների նախարարությանը կարճ ժամկետում ուսումնասիրելու հասարակության կողմից բարձրացված հարցադրումները, առավելագույնս պարզեցնելու հաստատված մեխանիզմները։ Հետո Աբրահամյանն առաջարկեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին տեղեկացնել Սիրիայի հայաշատ Հալեպում տիրող իրավիճակի մասին։ Հակոբյանը նշեց, որ իրենք ամենօրյա կապի մեջ են եւ դիվանագիտական կառույցների եւ համայնքում գործող այն կազմակերպության հետ, որը կոչվում է շտաբ օգնություն եւ վերականգնում։ Ցավոք վիճակը իրոք գնալով առավել վտանգվում է, որովհետեւ վերջին 1.5 ամիսների ընթացքում Հալեպը մի քանի անգամ հայտնվել շրջափակման մեջ եւ զինյալների հիմնական թիրախը դարձել է քրիստոնյա շրջանները, մասնավորապես նաեւ հայկական շրջանները։ Դուք դերակ եք, որ փաստորեն թիրակոծվեց հայկական մեր եկեղեցին։ Հրանուշ Հակոբյանի խոսքով վերջին շրջանում Հայաստան են ժամանել շուրջ 200 սիրահայեր, ովքեր ունեն մի շարք խնդիրներ եւ որպեսզի այդ հարցերը կարգավորեն, գումարել են միջգերատեսչական հանձնաժողովի նիստ։ Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ մի քանի օրից արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Սիրիա։ Նախատեսված է նաեւ падգամավորական խմբի այցելություն Հալեպ, տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով։ Ինչ վերաբերում է արդեն Սիրիայում ապրող մեր հայրենակիցների օգնությանը, մենք պայմանավորվեցինք նաև սփյուռքյան շատ ու շատ կազմակերպությունների հետ, որ նրանք այս պահին գտնեն հնարավորություններ նյութական օգնություն ցուցաբերելու Սիրիայում ապրողներին եւ շտաբ օգնության կառույցը կոչով դիմել է նաև մեր սփյուռք հայրենակիցներին, որ նրանք եւս փորձեն ակտիվացնել նյութական օգնության աջակցության խնդիրները Սիրիայում ապրող հայրենակիցների համար։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց նաև հեռուստատեսության եւ ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի օրենքի կիրառումը կերկարաձգվի եւս 6 ամսով։ Սա ենթադրում է, որ անալոգային համակարգից թվայնացման անցնելու գործընթացը հուլիսի 1-ից կտեղափոխվի հաջորդ տարվա հունվարի 1-ը։ Նիստում կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի նախաձեռնությունը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ։ Ինչ հնարավորություն կտա հստակեցնել Հայաստանի Հանրապետության վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման շրջանակներում սոցիալական բաղադրիչի մոտեցումները եւ միևնույն ժամանակ անալոգայինից թվային հեռարձակմանը անցման գործընթացը կդարձնի ավելի սահուն եւ ամբողջական, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռնվի ապահովել հանրության առավել արդյունավետ իրազեկումը։ Խնդրում եմ հավանության արժանացնել ներկայացված նախագիծը։ Նախագիծը կառավարությունը համարեց հրատապ եւ այն արտահերտ կարգով կքննարկվի խորհրդարանում։ Գործադիրի նիստում անդրադարձ կատարվեց նաեւ տնտեսական ակտիվության ցուցանիշին։ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ Ռուսաստանում 2014 թվականի վերջին եւ 2015 թվականի սկզբին արձանագրված էական տնտեսական տատանողականության արդյունքում 2015 թվականին Հայաստանում սպասվում է տնտեսական անկում, ինչը կկազմի շուրջ 2%։